Իսկ հիմա ես ուզում եմ խոսել, որ արդեն 8 օր, 10 օր է, որ Միացյալ Նահանգները, իհարկե գիտեք, Իսրայելը ռմբակոծում էր Իրանը, 12 օր պատերազմ տեղի ունեցավ, անընդհատ տարբեր տարածքներ ռմբակոծում էր Իսրայելը, Իրանի այդ լրիվ այդ սարքավորումները, ինչ որ պիտի պաշտպանվեր Իրանը, ռմբակոծել վերացրել էին, ուրեմն ազատորեն երբ ուզում էին ռմբակոծում։ Ամերիկյան այս վառելանյութ տանող թանկերը, որը վառելանյութը այդ ռազմօդանավները ստանում էին այդ օդանավից երկնքում եւ հետո գնում հետ վերադառնում էին ռմբակոծումները շարունակելու։ Իսկ վերջո Ամերիկայի նախագահ Թրամփը որոշեց, որ Իրանը ունի ատոմակայան, որ հարստացնում է ուրանիումը։ Ուրանիումը, եթե ուզում եք ռումբ օգտագործեք, պետք է 90% հարստանա այդ ուրանիումը, պատրաստվի ռումբ դառնալու համար։ Ասվում էր, որ Իրանը հարստացրել է մինչև 60%։ Մինչև 2015 թիվ համաձայնագիր կար նախագահ Օբամայի վարչակազմը, Եվրամիության երկրները եւ Իրանը, որ Իրանը 3.69% հարստացնելու է, որը խաղաղ օգտագործման համար է, էլեկտրականություն, ուրիշ սարքավորումները կարողանան նաև օգտվեն, ուրեմն պետք է այդքան հարստանա ուրանիումը։ Իսկ երբ որ 2015 թվականի այդ համաձայնագիրը նախագահ Թրամփը դարձավ նախագահ այս երկրի 2017 թվին, ինքը ասաց, որ չի ուզում ստորագրի Իրանի հետ այդ համաձայնագիրը։ Ուրեմն այսպես մնաց այս հարցը, մինչ հիմա Թրամփը երբ նորից եկավ աշխատանքի, ինքը սկսել բանակցել իրենց հետ, որ այդպես լինի, բայց հիմա այնպես երևի Իսրայելի այդ խրախուսանքի հետևանքով, որ Իսրայելը տարիներ ասում է Իրանը արդեն 90% հարստացրել է ատոմական ռումբ կունենա, ուրեմն այդ այսինքն ճնշումների տակ հարձակում կատարեց Ֆորդո ատոմակայանը եւ ռմբակոծեցին B2 տեսակի օդանավով։ Ոչ մի երկիր այդպես օդանավ չունի, ռազմօդանավ չունի, որ կարողություն ունի 30,000 pound ռումբ 30,000 pound տանի եւ վայրկցի միտեղ առաջին անգամն է, որ տեղի ունենում։ Եվ այսինքն պատկերացրեք, ամեն մեկը 13,600 կիլո կշիռն է ամեն ռումբի։ Այս ռումբը սովորական ռումբի նման չէր, սովորական ռումբը երբ որ նետում են կամ երկրին մոտեցած մակերեսին այնտեղ որ ուզում են ռմբակոծեն, հրդեհվում է ամեն ինչը վերացնում է կամ դիպչում է, կպնում է այդ երկրի հողին ու հետո պայթում է մեծ տարածք վերացնում է։ Սա այսպես չի, այս ռումբերը ինչ որ օգտվեցին 14 ռումբ, 7 օդանավ, B2 տեսակի օդանավ, որ տարին այդ ռումբերը այդպես չի։ Այս ռումբը գնում է, խելացի ռումբ են կոչում իրեն, գնում է հողատարածքի մեջ ու իրեն ասում են որտեղ պայթի, որովհետև նախատեսում են, որ եւ իրանցիները նախատեսում են, որ այսպես կարող է մի օր հարձակվեն, ասում են, թե որ 300 մետրից ավել ներքև է գտնվում այդ ատոմակայանը։ Այս ռումբի կարողությունն է, որ կապած ինչքան այդպես հող է, քար է, ժայռ է, ինչ է, որ պետք է ներս մտնի, 2-ից 300 մետր հնարավորություն ունի, որ խոր կանցնի։ Ամենայն դեպս ամերիկացիները եւ նախագահ Թրամփ ասել էր, որ մենք լրիվ այդ ատոմակայանը վերացրել ենք։ Իրենց Defense Intelligence, իրենց գաղտնի ոստիկանությունը պաշտպանության նախարարի սկզբում ասել էր, որ այդ վնասվել է, չեն կարող մտնեն, չեն կարող, բայց այդ ատոմակայանը
չի վերացել եւ ոմանք ասում էին եթե ատոմակայանը վերացրած լինեն այդ ճառագայթները ուրեմն այդ տարածքում պիտի լինի որտեղ որ վերացրել են պետք է ինչպես Ուկրաինայում երբ որ ատոմակայան էր պայթել լրիվ շուրջը վնասեց մարդկանց ուրեմն դա այդ խորքում պետք է մի ճառագայթներ լիներ բայց որ այդ մեքենաներով նայում են, տեսնում են, որ ոչ մի ճառագայթ չի փախչել այդ ատոմակայանից։ Սա այն հարցն է, որ երևի ապագայում կհստակացնեն։ Ամենայն դեպս ես հիմա ուզում եմ այստեղ ցույց տալ, մասամբ դուք տեսնեք, անցնենք, տեսնում եք Իրանը փոխադարձաբար ամերիկյան ռազմա այստեղ տեսնում եք Ղաթարում կամ Քաթարում ամերիկյան բազա բեյս այնտեղ ռմբակոծեցին միայն մի ռումբը այնտեղ մտավ սա Իրանի ատոմակայանի տարածքն է որ այսպես պատկերացում կա որ ասում են հիմա լրիվ վերացրել են ինչ որ տեսնում եք այս կարմիր կետերով ինչ որ սպիտակ տեսնում եք դրսում է դա մասամբ որ air conditioning-ի սիստեմն է որ լրիվ այս սարի տակ պետք է օդի կարիքը կլինի որ պետք է սառեցնեն անընդհատ ուրեմն այդ սիստեմն է ինչ որ տեղադրված է ռմբակոծված կետերն եք տեսնում որ ամերիկան ռմբակոծել է ամենայն դեպս այդ ֆորդո տարածքն է իսկ հիմա պատկերացրեք Ամերիկայի բազաները, բեյսերը այդ շրջաններում, միջին արևելքում, այսպես տեսնում եք, Իսրայելում տեսնում եք, Լիբանանում, Սիրիա, զինվորներ ունեն ամերիկացիք, այնտեղ տեսնում եք Ռամոլլա, մոտ Իրբիլ, որը Քուրդիստանում է, Ալ-Ասադ, տեսնում եք այդտեղ Իրաքում ունի Եվ ահա այսպես այդ տարածքում, որտեվ իրանցիները ասել են, որ կվնասեն ամերիկյան շահերը կվնասեն, այսպես տեսնում եք պատերազմը ինչ որ տեղի է ունեցել եւ նախագահ Թրամփն է որ ասում է իրենք մեզ հարցակվեցին, բայց շատ թույլ պատասխան էր, այսինքն այդ 19 հրթիռ ինչ որ Իրանից դեպի ամերիկյան բեյսը Քաթարում կամ Ղաթարում էր, բայց նախապես նաև ասել էին, որ ռմբակոծելու են, այսինքն ամերիկացիներին տեղյակ են պահել, դրա համար ոչ ոք չէր մնացել։ Իսկ այստեղ ում որ տեսնում եք Իրանի ղեկավարին եք տեսնում Այաթոլլահ Խամենեին, որ ասում է Ամերիկան ոչ մեծ ձեռքբերում չունեց, այսինքն այդ ռմբակոծումները անիմաստ են եղել, ասում է Այաթոլլահ Խամենեին ամերիկյան օդանավները որ ռմբակոծեն են այս տարածքը նախագահը գոհ է աշխատանքից իսկ արտգործ նախարարը նաև Իրանի Արաքչյանով ասում է լրիվ տարածքը այսինքն այդ ատոմակայանը մեծ վնաս է ստացել անկործածելի է եղել եւ չի լինում հասնել անգամ այդ տարածքը հասնել ասացի երկրի ղեկավար ուրիշ բան ասում Իրանի արտգործ նախարարը ուրիշ ձև տպավորված է սրա մասին։ Ես ուզում եմ Տաթար վերցնել, երբ վերադառնամ Տաթարից 1953-ին ամերիկացիներն էին, որ առաջարկել էին, որ ատոմակայան լինի այնտեղ, թագավոր այնտեղ այդ ժամանակ երիտասարդ թագավորներ երկրի, որ ամերիկացիները հիմք դրին Իրանի ատոմակայանի ծրագիրը հովանավորում է Prime Med Pharmacy հովանավորում է ծրագիրը Highland եւ Glen-Oaks փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում եթե դուք ձեր տեղատունից տեղերը վերցնում եք կողջեք զանգահարեք իրենց եւ ձեզ կբերեն ձեր տեղերը տուն կհասցնեն նաեւ դուք կարող եք գնալ իրենց տեղատունը դոկտոր Բարսեղյան եւ Մահտեսյան երկուսը ատամնաբույժներ են, որ եթե որ հարց ունեք ատամների հետ, լինդի հետ, արյունոսություն ունի, ուրիշ խնդիրներ ունեք, պրոթեզ պիտի տեղադրեք, մաքրման կարիք ունի բոլոր այդ հարցերով զանգարեք այս հեռախոսահամարին։
Ալիվ եւ Գլենոքս փողոցների ճիշտ հատման կետում է գտնվում այս ատամնաբուժարանը կվերադառնա։ Voice of America, Ամերիկայի ձայնը, որ ամեն լեզվով հնչում է, դա կլինի անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, հայերեն եւ այլն, աշխարհով մեկ ունի ռադիո ունի ամերիկան, տասնյակ տարի է, որպեսզի իրենց գաղափարախոսությունը տարածեն աշխարհով աֆրիկական երկրներում եւ այլն, նախագահ Թրամփը բաջեթը կտրեց։ Միայն վերականգնեցին, նորից մի փոքր գումար տրամադրեցին, որ Voice of America-ն Իրանում այդ տարածվի այդ ծրագիրները, ինչ որ Voice of America-ն ունի, ոչ թե նախկինի պես, բայց եւ այնպես ծրագիր կունենա։ Ուրիշ բոլորը կտրեն են։ Հիմա որոշ երկրներ շատ ուրախացան, որ Ամերիկան կտրեն է, դրանց մեջ Չինաստանը, Ռուսաստանը, արդեն գիտեք, այդ ռուսական ռադիո հաղորդումը, հեռուստացույցը ինչ որ գոյություն ունի, ուրեմն նրանք ավել գումար ասեն կտրամադրեն, ավել շատ իրենց խոսքը հիմա մրցակցություն չունեն, Ամերիկան որևէ ծրագիր չունի կամ հեռարձակումներ չի կատարում, ուրեմն իրենք առիթ ունեն, որ ավել լսարանը իրենց մեծացնեն, ավել շատ մարդիկ լսեն իրենց։ Նաև այսպես ուրախության պատճառ է դարձել Կուբան ասել է կընթարցակի իր աշխատանքը այդ բերումով աշխարհում է, Հարավային Ամերիկայում նաև Voice of America կար, նրանց էլ կրճատեն են, Հունգարիան այդպես արտահայտվել է, Կամբոդիա անգամ, նրանք են ասել, բնականաբար ասացել ռուսները եւ չինացիները այս բերումով շատ գոհ եւ ուրախ են։ Ամերիկան այս Voice of America-ով կամ ամերիկյան ձայնով կարողանում էր իր ազդեցությունը ունենալ աշխարհով մեկ ուրիշ երկրների վրա։ Հիմա ամենայն դեպս լեռելու է այդ համակարգը։ Իսկ ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել այնինչ որ ատոմակայանը, ինչ որ Իրանում հիմա ավել կատարելագործված է, Ամերիկան է հիմքը դրել։ 1953 թվին էր, որ նախագահ Այզենհավերը, որ գեներալ էր երկրորդ համաշխարհային պատերազմի հետո եկավ իր տեխնազությունը դրեց եւ ընտրվեց որպես երկրի նախագահ, տեսնում եք շատ մոտիկ հարաբերություն ունեին Իրանի հետ։ Իրանի հարաբերությունը Ամերիկայի հետ շատ մոտիկ է եղել։ Ամենայն դեպս այս Այզենհավերը ոչ թե մենակ Իրանում, այլ հարակից երկրներում, Փակիստանում նաև այդ առաջարկությունը Atom for Peace, ատոմը խաղաղության համար այդ անվան տակ այս հարևան երկրներում նաև տեղադրեցին ատոմակայաններ, իրենք Ամերիկայի սարքավորումները տարեցին, տեղադրեցին, ինչ որ ասացի տարբեր երկրներում, դրանց մեջ նաև այդ ժամանակ էր որ պաղ պատերազմը սկսվել էր սովետական միության հետ եւ Իրանը լինելով մեծ երկար սահման ունենալով Ռուսաստանի հետ բնականաբար կարևոր կենտրոններից մեկն էր։ Այդ ատոմակայանը ինչ որ հիմա խոսվում է ամերիկան ռմբակոծեն է վերացրել է, հենց ինքը Ամերիկան է տեղադրել, այստեղ տեսնում եք, ասացի 1953-ին հանդիպում նախագահի հետ, իսկ տեղադրեցին, այստեղ տեսնում եք Atoms for Peace, այդ թրաքի վրա գրած է նաև ատոմը խաղաղության համար, այսպես իրենք բերին Պարսկաստան տեղադրեցին։ Այս ատոմակայանն է, իհարկե սրա նմանը, սա Իրանինը չի, բայց իրեն նմանը բերին։ Տեսնում եք նախագահ, այսինքն թագավորն է Իրանի, որ այդ ատոմակայանի մեջ է, ինքը հետո ցանկություն ունեցավ, որ անպայման ձեռք բերի ատոմական ռումբ ձեռք բերելու ձգտումը ունեցավ, որ ունենա, բայց եղավ 1979-ին եւ ռեժիմը տապալվեց։ Աշխատանքի անցավ Այաթոլլահ Խոմեյնին այդ ժամանակ։
սկզբնական շրջանում Խոմեյնին բնավ հետաքրքրված չէր, որովհետև պատկերացումը իրեն այս էր, որ այդ իսլամը, այդ կրոնական հասկացողությունը կհաղթարի ատոմն էլ կհաղթարի ուրիշ բնավ հետաքրքրված։ Իսկ երբ պարտադրեցին Իրանի վրա ամերիկան Ռեյգանի ժամանակ Իրաքին խրախուսելով զենքեր տալով Սադամ Հուսեյնը հարձակվեց Իրանի վրա, իր միտքը փոխեց այաթոլլահ Խոմեյնին, ասաց, որ թույլ տվեց, որ սկսեն աշխատել այդ ատոմակայանի վրա։ Իսկ հետո ինքը մասնաբազայնարու 10 տարի հետո 79-ին գործի գլուխ անցավ, 10 տարի հետո մահացավ, ուրեմն դա շարունակվեց Խամենեի ժամանակ, ինչ որ ասացի մինչ հիմա հասցրել էին 60% հարստացրել էին ատոմը, ինչ որ հիմա ասում են լրիվ ամերիկան ասում է լրիվ ջնջեն են այդ։ Ես հիմա ուզում եմ խոսել նախագահ Թրամփը պարկացել է Կանադայի վրա։ Կանադայի վարչապետը այս հարցով բանակցում էր, որտեղ նախագահ Թրամփ ասել է բոլոր երկրները պետք է ինչ որ ներմուծում են այս երկիր, ինչ որ դրսից գալիս է այս երկիր, որևէ երկրից գալիս է, պետք է հարկ վճարեն։ Նախ օրինակի համար Չինաստանի համար ասած 145%, ինչ որ գալիս է 145% հարկ պիտի վճարեն։ Հետո իջեցրեց ամենայն դեպս վերջին ժամանակում, որտեղ հիմա դեռ չեն ավարտել, որ 30%-ով հարկ պիտի վճարի Չինաստան, ինչ որ այնտեղից գալիս է այստեղ։ Իհարկե Չինաստանն ասաց, ինչ որ Ամերիկայից գնում է, պետք է դուք հարկ վճարեք։ Բայց ամենայն դեպս այս հարկերը Կանադայի համար նաև եղավ, պետք է նրանց ինչ որ գալիս է Կանադայից, շատ գիտեք Ամերիկայի մեծ պարտներներից, այսինքն երկրորդ ամենախոշոր պարտները կամ բիզնեսի ինգերը Ամերիկայի Կանադան է, առաջինը լինելով Եվրամիությունը երկրները, 32 երկրները ամենամեծ բիզնես ունեն Ամերիկայի հետ, հետո այսպես Կանադան, Չինաստանը շատ մոտ, այդպես բիզնես են կատարում Ամերիկայի հետ։ Կանադայի այդ հարկ ասենը նոր վարչապետը ինչ որ ընտրվել է եւ եկեն այստեղ տեսել է նախագահին, ասում է, որ մենք էլ ինչ որ դուք հարկ եք վերցնում, ինչ էլ որ այստեղից գնա այնտեղ հարկ պիտի վերցնենք եւ դրա վրա շատ բարկացավ նախագահ Թրամփը եւ ահա այդ եւ որովհետեւ մի պատճառն էլ Կանադան անցավ ավել շատ մտերմանալու կամ բիզնեսային ավել մեծ աշխատանք սկսելու Եվրամիության հետ, մտածեցին նրանք ավել կայուն են։ Թրամփը անընդհատ ասում է 50% պետք է վճարեք, այսպես հարկ վճարեք, ինչ որ գալիս է մի օր 30-ը ասում, 20-ը ասում, ամենայն դեպս ասաց մենք էլ ամեն ինչ որ Ամերիկայից գալիս հարկում, նախագահը բարկացել է ու իր հարաբերությունը ուզում է լրիվ խզի, այդ ինչ որ մինչ հիմա 10% կամ առավել 10% Կանադայից ինչ գալիս էր, պետք է հարկ վճարեն, ասում է շատ ավել են պահանջելու, առայժմ մինչև մի շաբաթ ասել է պետք է մտածի, որ Կանադայից ինչ որ գալիս է այստեղ, անցնենք առաջ, ինչ է լինելու։ Հիմա Կանադան պատճառը բարկացավ նախագահը, մեկ պատճառը այստեղ այսպես էր, որ պահանջեց Amazon ընկերությունը, ամերիկյան խոշոր ընկերություն, Google-ը, Meta, որը Facebook, Instagram դրանք են, Uber-ը, ինչ որ աշխատում է, ասաց բոլոր սրանք ինչ աշխատանք որ կատարում են, եթե Ամերիկա կա այս կամպանիներից մենք հարկ ենք վերցնելու իրենցից։ Սրա վրա նախագահը, այսինքն Թրամփը շատ բարկացել է եւ դրա համար այստեղ տեսնում եք, ասում է, որ Կանադային մեծ պատժամիջոցներ է լինելու, բայց հաջորդ շաբաթ տեսնում եք այս խոշոր ընկերություններն է, Apple-ը նաև ասում է, որ սա հարցակում է մեր երկրի վրա, եթե այդ խոշոր կամպանիները պետք է հարկ վճարեն բիզնես անելու համար այն երկրում, այսինքն Կանադայում։ Ուրեմն դա է, որ ինչ բարկացել է եւ հաջորդ շաբաթ տեսենք հիմա
ինչպես է լինելու հարաբերությունը Կանադայի եւ Միացյալ Նահանգների այս Ինչ ցես ասացի Կանադան երկրորդ ամենամեծ բիզնես բարեկամն է, այստեղ Կանադայի վարչապետին եք տեսնում, որ ինչ որ հայտարարել էր, երբ ինքը ասում եմ մենք պետք է տեսնենք Թրամփը ինչ է որոշում, մենք էլ հակադարձելու ենք ինչ որ, եթե պատժամիջոցներ է լինելու, մենք էլ այդպես ենք վերաբերվելու ամերիկյան ընկերությունների հետ։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից պետք է խոսեմ Supreme Court-ի մասին, պիտի խոսեմ իրենց որոշումների մասին խոսեմ, նրանից հետո Stock-ի մասին խոսեմ եւ Big Beautiful Bill-ի մասին պիտի խոսեմ, քիչ հետո բացատրությունները, ծրագիրը հովանավորում է M&M Liquor Market հովանավորում է ծրագիրը։ Սա նպատակում է նաեւ տարատեսակ խմիչքի առաջարկում M&M Liquor Market-ը։ Նա EBT քարտ եթե ունեք իրենք ընդունում են $30 եւ ավելի եթե առևտուր անեք այնտեղ 10% զեղչ է նկատի առնված M&M-ը գտնվում է 1951 West Glenox փողոցի վրա է գտնվում Գլենդելում է բայց Բրբանկի հարևանությանը Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը Մարգանյան փաստաբանական գրասենյակ ձեզ առաջարկում է, եթե դուք բնակարան եք վարձել, այդ բնակարանը, այսինքն պահարանը պահած եք անում, միջատ կա, մրջուն կա տան այդ ապարտմանը ինչ որ հարկաբաժին ինչ որ վարձել եք, մուկ կա, ձեզ պետք է հատուցում տան, դա բնակելի չի, եւ դուք ոչինչ չեք վճարում, զանգահարեք այս հեռախոսահամարին, մինչեւ փաստաբանը գումարը վերցնի այդ գումարից ինչ որ ձեզ հատկացնելու են հետո փաստաբանին կվճարեք ծրագիրը հովանավորում է Caravan ռեստորանն է հովանավորում ծրագիրը ամեն օր ճաշ եւ ընթրիք են առաջարկում գտնվում է Glenox փողոցի վրա է գտնվում շատ մոտիկ է Grand View-ի հատման կետը մոտիկ է բայց Glenox փողոցի վրա կվերադառնա Ամերիկայի գերագույն անդամներին եք տեսնում 9 անդամ ունի գերագույն ատյանը, որ իրենց որոշումը վերջնական է միշտ առաջ այս երկրում այսպես է մի հարցը գնում է ֆեդերալ դատարան, եթե ֆեդերալ հարց է, հետո գնում է վերանայման, հետո գնում է իրենց մոտ։ Հիմա իրենք տարին 9 ամիս են աշխատում, սեպտեմբերից աշխատում են մինչև հունիսի ավարտը, ինչ որ այս ուրբաթ օր իրենց նստաշրջանը ավարտվեց, 6 կարևոր որոշում արել էին, իսկ բացահայտեցին իրենց որոշումը որն է, ու հետո իրենք գնացել են արձակուրդ։ Այդ որոշումները շատ կարևոր են, որ ես շաբաթվա ընթացքի մասամբ պիտի խոսեմ մասին, մեկ հարցը օրինակ Թեքսասում, Մերիլանդում Այսպես օրենք կա, որ այս գիտեք հիմա ամեն տեղ, այսպես է որ դպրոցներում դասավանդում են միասեռականների մասին եւ transgender-ների մասին։ Transgender-ը նրանք են, որ տղամարդը ինքը իրեն կին է համարում, ֆիզիկապես տղամարդ է, բայց ինքը ինքն իրեն համարում։ Կամ կին է, ինքը տղամարդ է իրեն համարում։ Սա մեծ խնդրեմ է ստեղծել այս երկրում, մանավանդ մարզական դաշտում, որ պատկերացրեք բասկետբոլի խաղի ժամանակ այս տղամարդիկ, որ իրենց կին են համարում, այդ թիմի, կանանց թիմի մեջ են, բնականաբար շատ ուժեղ են, մի ձև դժվար կացություն են ստեղծում, հիմա նախագահի ցանկությունն է, որ դա հարցը վերացնեն, որ նրանք, որ անցյալում, օրինակ պետք է մի տղամարդ ասում է կին եմ առաջին է դարձել, հետո մի ուրիշ կին երկրորդ է դարձել, ուրեմն մեդալ իրենից վերցնեն, այդ երկրորդը դառնա առաջին ոսկե մեդալ տան։ Այս հարցերն է բոլոր, որ ասացի շաբաթվա ընթացքին պիտի ցես բացատրեմ, ամենայն դեպս Մերիլանդում եւ Թեքսասում նաեւ նույնն է, որ ասացին, որ աշակերտը ստիպված չի, ծնողը եթե չի ուզում, ասելու է եւ իրենք այդ դասավանդումներին չեն մասնակցելու
այսպես տարբեր հարցերով խնդիրներ է, ուրեմն եթե խնդրեմը ծնողի համար կարող է այդտեղ ասի, որ ես չեմ ուզում իմ երեխաս գնա դասարան լսի այդ հարցերին։ Իսկ ուրիշ հարցեր նաև այդտեղ Գերագույն Ատյանը ասացի բարբերաբար պետք է շաբաթվա ընթացքին ձեզ բացատրեմ, որ հիմա այստեղ ուզում եմ որոշ մասը ձեզ ցույց տալ։ Տեսնեք, բողոքողներ շատ կան, դեմ թեր եւ դեմ դուրս են գալիս նախագահ Թրամփն է, որ այսպես գոհունակություն է հայտնում մեկ որոշում, որ 6-ը քվեարկեցին իշա, այնինչ որ սա դատավորները, մինչ հիմա այսպես էր, օրինակ նախագահ մի հրաման տալիս էր executive order, այսինքն հրաման տալիս էր մեկ դատավոր, ֆեդերալ դատավոր, որևէ տեղում չի տարբերում, Կալիֆոռնիայում էր, Տեքսասում էր, կարող էր ասել այդ օրենքը անգործածելի է, չի կարող այդ օրենքը ինչ որ նախագահը առաջարկում է, չեն կարող գործադրեն, մինչև կաք դատարան բացատրեք։ Եվ այդպիսով տարբեր տեղերում խնդրեմ էր։ Դրա համար էր որտեղ նախագահ օրինակ ասեն էր, որ ամեն նախարարություն մարդկանց պետք է իջեցնեն, թիվը իջնի կառավարության համար աշխատողների, երկու դատավոր, երկու տարբեր տեղում ասեն էին, որ հետ կանչեք այդ բոլորին, նորից վերցրեք, առայժմ վերցրեք իրենց, այսպես ուրեմն մեկ որոշում, որը կանգնեցրել էին նախագահի հրամանը։ Մեկ ուրիշ տեղ մեկ դատավոր, որտեղ նախագահի ասել է, որ transgender զինվորականներին դուրս անեք աշխատանքից, այսինքն ինչ որ ասացի, տղամարդային զինվորականին, օրինակ կանանց հետ էին այդպես transgender troops-ներին նախագահի ցանկություններ, որ դրանց աշխատանքից հանեն։ Հրաման էր տվել, որ այդ տեսակ մարդկանց աշխատանքից հանեք։ Իսկ մեկ դատավոր հրաման է տալիս նախ պիտի կաք դատարան, բացատրեք հետո։ Եվ ահա այսպես օրինակ այդ հարցերն է, որ Գերագույն Ատյանը ասում է չի կարելի ամեն նախագահի ամեն հրամանը այդպես լինի։ Իսկ եթե class action lawsuit է, դա հնարավոր է։ Մեկ ուրիշը birthright citizenship, այս երկու մինչ հիմա այսպես էր, որ 1793 թվին օրենք էր անցել, որ ով այստեղ ծնվում է, ուրեմն ամերիկացի է, անկախ ծնողները անօրինական են, օրինական են, եթե Ամերիկայում ծնվել է, ուրեմն citizen է։ Դրա համար շատ աշխարհով մեկ հղի կանայք գալիս են այստեղ երեխան ծնվեր, հետո գնում էին, երեխան ուրեմն ամերիկացի է, հետո դիմում էին եւ ծնողները նաեւ կարողանում էին, որտեղ երեխան ամերիկացի է, ծնողի համար նաեւ կարողանում են այսպես citizenship կամ այստեղ ապրելու իրավունք ստանային։ Եվ այսպես տեսնում եք, birthright citizenship ամենակարևոր հարցերից է, որ Գերագույն Ատյանը չհստակացրեց, որ նախագահի այդ ցանկությունը գործադրելի է, թե գործադրելի չի։ Էմի այստեղ տեսնում եք Բարեթ անունով դատավորներից մեկն է, որ ինքը Թրամփն էր նշանակել իրեն, այս գրեն է այս մասին, որ ասում է, որ այսինքն գործադիր մարմինը, executive branch-ը մի բան եթե ասում է, եթե մեկ դատավոր միտեղ ասում է դա անօրինական է, դա ճիշտ չի, չպիտի այդպես լինի։ Միթե ասացի class action, այսինքն մեկ հոգու դատը չլինի, այլ մեկ խմբական դատ է, հետո այդ դատավորը կարող է որոշի, մինչև այսինքն կանգնեցնի նախագահի հրամանը, մինչև դատարանը ուսումնասիրի այդ հարցը։ Սրանք մասամբ այդ հարցերն էր, այստեղ տեսնում եք Սոթոմայոր մեկ դատավոր է, որ այդ 3 հոգի դեմ էին կանգնել, ասում է այս որոշումը դժբախտություն է, այդ ինչ որ չկարողանան, եթե այստեղ երեխան ծնվում է ամերիկացի համարվի։ Ամենայն դեպս ասացի հիմա
հարցն է, որ երևի նորից ու Գերագույն ատյան աս հարցին կանդրադառնա։ Քիչ առաջ ասացի ծնողների մասին, որ կարողանան, եթե մի բան իրենց ցանկությունը չի, երեխան այդտեղ չլինի։ Մեկ ուրիշ հարց, որ տեսնում եք, անցկացրին Տեքսասում անցկացրին, պետք է գիտեք հիմա կոմպյուտերով կարող են նայել սեռային հարաբերությունը, պարզ կարող են նայել, հիմա հեռախոսով, կոմպյուտերով նայել տղամարդ կնոջ մեջ, կամ տղամարդու հետ, եւ այսպես ամեն ինչ կարող են նայել։ Հիմա այս օրենքը ինչ որ Տեքսասում էր, պետք է հստակացվի, Տեքսաս օրենք է անցկացրել, որ նման Pornhub, այդ սեռային վիդեոն ցուցադրողը պետք է ինքը վստահ հստակացնի, որ դիտողը 18 տարեկանից բարձր է, 18 եւ բարձր է, ոչ թե մենակ հարցնի արդյոք դու 18 տարեկանից բարձր ես թե ոչ, եւ ոնց երեխան էլ գրում է այո, ես 18-ից բարձր, ավել միցև դժվարացրեն են այս հարցը, որպեսի հնարավոր չլինի նայելը, ահա տեսնում եք, դա մի ուրիշ հարց է, որ փոփոխության է եկել հիմա։ Ես ուզում եմ խոսել stock market-ի մասին, stock market-ը այս շաբաթ թվում է, որ այսպես բիզնեսերերը, մարդիկ, ավել S&P 500-ը, իհարկե այնտեղ տարբեր, գիտեք, Dow Jones-ը կա եւ այլն, S&P 500-ը ամենա միջինը, որ երկրի վիճակն է ցույց տալիս, աչում տեսնում եք մեկ անգամից երեկոյան բարձրացավ stock market-ը 6180 տեսնում եք մոտարապես 6173.07, որը բարձրացավ 32 կետ բարձրացել, այսինքն ցույց է տալիս, որ բիզնեսները աշխատում են, բիզնես այդ խոշոր բիզնեսները իրենց մտահոգությունները վերջին ժամանակ, որ Թրամփը ամեն ինչը աշխատում է, բիզնեսները կարող է աշխատանքը դադարի եւ գնա դեպի տնտեսական ճգնաժամ պատահի այս երկրում, գոնե ժամանակավոր այս շաբաթավերջին այդպես չեն մտածում։ Ես հիմա ուզում եմ խոսել Big Beautiful Bill-ի մասին խոսեմ, նախագահ մեկ անուն են դրել իհարկե, որ գեղեցիկ բանաձևը, ներկայացուցիչների տան մեջ այդ բանաձևը անցել է, սենեթում հիմա խորհրդակցում են, որ այդ բանաձևը, որը 940 էջի մեջ է ներկայացուցիչների, այսինքն սենեթում, ասացի ներկայացուցիչների տան մեջ անցել է մեկ քվեով, մեկ քվե առավել նրանք, որ համաձայն ունեին, քան թե նրանք, որ դեմ էին։ Դեմոկրատները բնականաբար բոլորը դեմ են, ինչ որ նախագահ առաջարկում է, որ պարտ վերցնել եւ ավել ծախսել եւ կրճատումները մի տեղեր է, որ որոշ ռիփաբլիկաններ նաեւ մտահոգ են։ Օրինակ, ներկայացուցիչների տան մեջ մի քանի հոգի մտահոգ էին, որ այս կրճատումը պիտի տեղի ունենա Medicaid-ի մասին։ Medicaid-ը այն բժշկական խնամքն է, որ ներեցեք Medicare-ը կենտրոնական կառավարությունն է գումարը տալիս։ Իսկ Medicaid-ը այն է, որ մի մասը կենտրոնական կառավարությունն է տալիս, մի մասը նահանգներն են վճարում, կապված քանի մարդ է ապրում եւ այլն ուրիշ պատճառներ կամ նահանգը ինչքան է ծախսում, նրանք ավելի շատ գումար են հատկացնում այդ հարցին։ Հիմա Medicaid-ին համար նախագահի այդ նրանք որ ուզում են այս բանաձև անցնի, ցանկությունն է, որ 880 բիլիոն դոլար իջեցնեն այդ ինչ որ գումար են հատկացնում, ասում են ոմանք շահագործում են այստեղ կոչվում է մեդիկալ շահագործում են Ամերիկայում մեկ տարբեր նահանգներում տակ որ այդ բժշկական խնամքը գոյություն ունի
եւ դրա համար եթե կրճատում կլինի, անգամ որոշ ռեփաբլիկաններ նաեւ դեմ են, որ այդ կրճատումը լինի։ Դրա համար հիմա սենեթում մի քանի ռեփաբլիկաններ ասել են, որ ես երկուսին ցեզ այստեղ պիտի ցույց տամ տարբեր հարցերի վրա, բոլորը մեդիկեր ու մեդիկալի վրա չի, այլ ամենը կամ մեդիկեյդի վրա չի, այլ տարբեր իրենք հարցեր ունեն։ Այնտեղ, որովհետև գոհացնեն որոշ այդ ներկայացների այդ սենեթի անդամներին, անգամ whaling captain benefit մեկ բան, որ շատ անկապ է, ասեն լավ, այդ գումարը կհատկացնենք, դու միայն քվեարկիր, որ կարողանանք անցկացնենք այս ինչ որ ուզում են ծախսեն։ Ես այստեղ իմ ուզում եմ ցույց ցուցադրեմ, ասամ, սա մի բան է, որ հետո նաև պիտի խոսեմ երկար սրա մասին, որովհետև այս բերումով առնվազն այս երկիրը պետք է 10 տարին 3 տրիլիոն ավել գումար է ինչ որ պիտի ծախսի։ Հիմա այստեղ նայեք Թրամփի այդ Big Beautiful Bill-ը անունը դա է Big Beautiful Bill 4.5 տրիլիոն tax cut tax-երը հարկերը պակսացրել էր նախագահը իր առաջին նստաշրջանի ժամանակ եւ 10 տարվա համար էր ուրեմն ավարտվում էր բոլորի հարկը ինչ որ tax-ը ինչ որ պիտի վճարեին պիտի բարձրանա ուրեմն նորից երկարաձգելու են 4.5 տրիլիոն ուրեմն կառավարություն ավել քիչ փող ունենալու եւ հարյուրավոր բիլիոն դոլարներ mass deportation նախագահը որոշել է որ երկրից վտարի մեծ թվով անձնավորություններ որ ես քիչ հետո ծրագրի ընթացքին ցույց կտամ որ նահանգում ինչ հիմա քանի օքու ուզում են վտարեն դա բիլիոնավոր դոլար կարիքը կա որ այս մարդկանց անօրինականների երկրից հանելու համար նաև tip եւ overtime Մինչ հիմա երբ մարդիկ առավել ժամեր աշխատում են ճիշտ նորմալ իր ժամի նման պետք է հարկ վճարեր եւ tip ռեստորաններում հոթելներում մեքենա վարորդին մարդիկ նվեր են տալիս tip են տալիս հիմա նախագահի ցանկությունն է որ այդ tip-ը ինչ որ աշխատողը ստանում է հարկ չվճարի եթե հարկ չի վճարում ուրեմն ավել պակաս են ունենալու ոմանք դրա մտահոգությունն ունեն որովհետև այդ tip-ը գնում է կառավարության հիմա այստեղ տեսնում եք social program դրան որ դեմոկրատները դեմ են որ կրճատում կարող է լինի դեռ ավարտված չի ուզում եմ անդրադառնալ որ սա այնինչն է որ խոսում են որ food stamp-ը կրճատում լինի food stamp-ը որ ամերիկայում է միլիոնավոր մարդ ստանում է եւ Medicaid-ը որ այստեղ մեդիկալ է կոչվում քիչ առաջ խոսեցի եւ որոշ անձիկ որ չեն աշխատում կառավարությունից գումար են ստանում նրանք ամեն մարդ պիտի գնա աշխատանքի եթե փոքր երեխա չի խնամում ինքը անձը ասենք աշխատող տարիքի մեջ է եւ ինքը միայնակ է պետք է գնա աշխատանքի Սա այն հարցն է, որ դեմոկրատներ դրան դեմ են։ Դեմոկրատների ղեկավար Չակ Շումեր տեսնում եք, որ այս մասին խոսում էր, որ ուզում են կրճատեն չքավորի ուտելիքը, ասում է այս անձնավորությունը իհարկե։ Այստեղ տեսնում եք Թիլիս անունով Նորթ Քարոլայնայի սենեթերն է ռեփաբլիկան, ասում է ես չեմ քվեարկելու սրան, որովհետև կրճատումներ կա այդ քաղաքից դուրս rural hospital-ների մեկ ուրիշ սենեթեր ասում է Ռան Ջոնսոն որ պատկերեցրեք չի հիմա բայց ամենայն դեպս ասում էր պետք է անպայման կրճատումներ լինի սրանք անընդհատ պարտ կբարձրացում են պետք է կրճատում լինի իսկ ներկայացնի տան խոսնակին եք տեսնում Ջոնսոն անունով այստեղ որ ինքը հույս է հայտնում որ սենեթերները անմիջապես քվեարկեն եւ այս վերջնական կուղարկեն նախագահին, որովհետև պետք է մեկտեղեն ինչ որ սենեթը անցեկացնում եւ ինչ ներկայացնի տան անդամները մեկ հարցի մասին, մեկ բանաձևի մասին խոսում են, հետո պետք է մեկտեղեն, որ նույնը լինի։
Հիմա սենեթը տարբեր է հաստատում այդ ինչ որ աշխատում են ներկայացնի տան մեջ ուրիշ ձև են այս բանաձևը անցկացրել, ուրեմն պետք է մեկտեղեն այս հարցը եւ հետո ղրկեն նախագահ ստորագրի։ Նախագահ Թրամփը ասել որ ցանկություն ունի, որ գալիք շաբաթում իրենք ավարտեն, որ ինքը ստորագրի, որովհետեւ գիտեք հուլիս 4-ը գալիս է եւ մյուս շաբաթ այս ներկայացնի տան անդամները, սենետի անդամները գնալու են որտեղից որ իրենք ներկայացնում են գնալու են իրենց տուն են գնալու, դրա համար շատ շտապ էր որ տեղի ունենալ։ Իսկ վերջին րոպեին նախագահ ասել է որ եթե մի քանի օր մինչև 15 օր ուշանա ինքը օքեյ է դրա հետ, այսպես է հայտարարել։ Ես հիմա որոշ ինչ է այս երկիրը ինչպես է ծախսում։ Այս երկրի եկամուտը ինչ որ կա մոտարապես 4.9 տրիլիոն է, այսինքն 4900 բիլիոն եկամուտ ունի։ Հարկ է հավաքում, օդանավակայան է գնում, հարկեր է վճարում, ուրիշ այսպես բոլորից աշխատանքային բիզնեսը օգտվում է, հարկ է վճարում, բոլորը որ հավաքում են 4.9 տրիլիոն է սա, ասացի 4900 բիլիոն եկամուտ ունի։ Իսկ այս երկիրը ինչ որ ծախսում է 6.7 տրիլիոն է իր ծախսը, այսինքն 6700 բիլիոն, տեսեք 4.9 եկամուտ ունի, պատկերացրեք 5 բիլիոն եկամուտ ունի, 6.7 տրիլիոն ծախսում է, այսինքն 1 տրիլիոն կամ 1700 բիլիոն ավել է երկիրը ծախսում, քան թե ինչ եկամուտ ունի։ Դուք պատկերացրեք հիմա դուք եք ամիսը $5000 եկամուտ ունենաք, որ մասամբ լավ եկամուտ է, 5000 եկամուտ ունեք։ Իսկ ամեն ամիս դուք $6700 ծախսեք։ Անընդհատ դուք պարտք եք ունենալու։ Սովորական մարդը չի կարող այդպես ապրի, հնարավոր չի։ Պարտքել վերցնի, վերջ պարտքել պիտի։ Այս երկիրն է նույնն է։ Այս ինչ որ եկամուտ ունի, դրանից մի մասը պետք է, որովհետև այս երկիրը պարտք է վերցնում ամենաշատը Ժապոնիայից, Չինաստանից, ուրիշ երկրներից բոլորից պարտք է վերցնում, որ կարողանա այդ տարբերությունը լրացնի։ Մարդկանցից է պարտք վերցնում նաև։ Մարդիկ գնում են ամերիկյան բանդը գնում են, այսպես թղթիկներ են գնում, որ կառավարությունը խոստանում է, որ իրենց տոկոս կտա եւ իրենց գումարը տալիս են ու հետո ամսական գումար են ստանում։ Ուրեմն այս երկրներից, մարդկանցից, բոլորից պարտք է վերցնում։ Հիմա այդ ինչ որ նախագահը առաջարկում է 3 հիմա պարտքը ինչքան է այս երկրի, այս վարկյանից, այս երկրի պարտքն է 36 տրիլիոն 200 բիլիոն, այսինքն 36200 բիլիոն այս երկիրը պարտք ունի, որ տոկոս է վճարում բոլոր այդ հսկա պարտքին պետք է տոկոս նաև վճարի։ Հիմա այսպես որ խոսում են, ասում են այս ինչ որ նախագահ Թրամփի ցանկությունն է նորից պարտ պիտի վերցնեն 3 տրիլիոն, ուրեմն եթե 36 բիլիոնից ավել պարտ ունի, պարտքը կդառնա 39 բիլիոն։ Վերջերս նաև ասացին այդ հաշվարկում ինչ որ արել են 3 տրիլիոն պակաս ունեն, դա ճիշտ չի, դրանից շատ ավել այս երկիրը այս ձևով, որ հիմա ուզում են ծախսեն, առավել պարտ կավելանա պարտքերին վրա ինչ որ այստեղ կա։ Հիմա 2023-ին 1.7 տրիլիոն ավելացավ, 2024-ին 1.83 տրիլիոն ավելացավ, տեսնում եք անընդհատ պաշարում։ Հիմա միշտ պարտք է վերցնում այս երկիրը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կառավարությունը գնաց պարտք վերցրավ, որովհետև պատերազմից հետո էր, գիտեք, պատերազմից հետո ամեն երկիր տուժում է, գումար չունեն եւ այլն, պարտք են վերցրել այդ ժամանակ։ Նրանից հետո
էլի բայց որ խաղաղ ժամանակ էր երկիր պարտք է վերցրել ամեն նախագահի ժամանակ պարտք են վերցրել եւ հիմա այս վերջին տարիներում դուք պատկերացրեք նախագահ Ռեյգանի ժամանակվանից հետո անընդհատ պարտք են վերցրել մենակ մի անգամ այս երկիրը ավելի քիչ է ծախսել քան թե ինչ որ եկամուտ ունի իրեն եկամուտից քիչ են ծախսել միայն Քլինթոնի ժամանակ է պատահել թե չէ որևէ ժամանակ այսպես չի ել իհարկե Քլինթոնի ժամանակ էլ նաև ավել էին ծախսում քան թե ինչ որ եկամուտ ունեին բայց պատահեց այդպես որ մի 2 տարի տարբեր եղավ ինքը 8 տարի նախագահ էր 2 տարին այդպես եղավ մնացած ժամանակ նաև ինքը ավել պարտքեր վերցրեց որպեսզի կարողանա ծախսել ես ուզում եմ հիմա խոսել նաև Շան Դիդիկոմի մասին խոսեմ Շան Դիդիկոմը մեծ արվեստագետ երգահան երգիչ է 55 տարեկան է ցես բացատրեն եմ որ ընկերուհի ուներ օրինակ ընկերուհիներին բերում էր հետո իր security ինքը ճանաչված անձնավորություն է միշտ security ունի բիլիոնատեր է ուրիշ ասացի թե երկում է թե երկհան է ուրիշ մեկը որ գալիս էին իրեն հանդիպում էին ասում են որ մի երկ իրեն հատկացնի որ այդ կինը հայտնի դառնա դրանց հետ հարաբերություններ ունենում որպեսզի իրեն հայտնի դարձնի այս կանանց ամենայն դեպս հետո ինքը իրեն security հետ դրագ էր տալիս բոլորին այդ կանանց այդ իրեն security-ին եւ խմիշ դրակ տալիս էր հետո նկարում էր սիրում էր իրենք ասում էր իրեն security-ն այդ իրեն ընկերուհիներին նաև հարաբերություններ եւ ինքը վիդեո անի այդ բերումով իրեն տատի տվին անցյալ տարվանից բանդում է մնում որովհետեւ մտահոգ են եթե ազատ թողնեն կթողնի կփախչի որտեւ վախտը կա որ ցմահ բանդարկություն ունենա իրեն տատավարությունը շաբաթների ընթացքին այստեղ բացատրեն էի անցել է Հիմա հաջորդ շաբաթ ժյուրին պետք է իրենք ժյուրիները հավաքվեն, որ իրենց որոշումը տան, որ արդյոք այդ բոլորը ինչ որ տատախազությունը բացատրեն է մեղավոր է, թե մեղավոր չի անցնենք առաջ։ Տեսնում եք, այս տատավարության ժամանակ եք տեսնում։ Հիմա տարբեր աղջիկներ, որ անցյալում ընկերուհիներ են եղել, բացատրեցին, եւ հիմա տատախազություն ուրիշ սև է բացատրում հարցը եւ իրեն պաշտպան փաստաբանները ասում են ինքը հարաբերություն է ունեցել, բայց դա մեղադրանք չի, racketeering չի եւ այսպես տեսնում եք racketeering, որ այսինքն գումարի համար կամ ուրիշ արծի համար ճնշումներ էր բանացրել եւ իրենց խմիշք էր տալիս, տանում էր մի տեղից ուրիշ տեղ եւ կաշառք էր տվել եւ այսպես մեղադրանքն է prosecution կամ դատախազությունը ասում է դատավարությունը 7 շաբաթ տեղի ունեցավ 7 շաբաթ տևողությամբ տևեց 34 դատախազությունը վկաներ կանչեց եւ իրեն ինչ որ ասացի այդ իրեն ընկերուհին նախքին իր մոտ աշխատողը բոլորին այդպես ճնշումների տակ էր առել եւ ուրեմն տեսնում եք այդպես իրեն ուժը կարողացել էր բանացնել ահուսարսափ ստեղծել այդ կանանց մոտ եւ քրեական աշխատանք կատարել criminal enterprise այդտեղ տեսնում եք եւ այդ թակավորության մեջ բոլորը եկել են որ իրեն ծառայելու համար էին ոչ թե ընկերուհի ոչ թե աշխատող այլ բոլորը ծառաներ են այս ընկերուհին եք տեսնում իրենը որ 30 միլիոն դոլար ինքը ծեծել էր վիդեոյի մեջ տեսնում եք այս ընկերուհուն որ ծեծում է հոթելի մեջ Լոս Անջելեսի այսպես արվածում է հոթելի ապարատներն են վիդեոներն է որ դատախազությունը ունի այսպես տեսնում եք 30 միլիոն ստացել է 2023-ին civil lawsuit դատեր բացարել իր դեմ իհարկե ծեծել էր աչքը կապտել էր աչքի տակ կապտել էր եւ այսպես ամենայն դեպս այդ
նախապես ստացել է, բայց հիմա նորից եկավ դատարան եւ վկայություն տվեց, որ ինչպես էր վարվում իր հետ, ուրիշների հետ, ինչ եւ ուրիշներ, ասացի 34 վկաներ եկան։ Այս պաշտպան փաստաբանները ոչ մի վկա չներկայացրին, մենակ հակադարձին ինչ որ դատախազության վկաներ այդտեղ ասում էին։ Ես մի դաթար վերցնեմ, երբ վերադառնամ դաթարից շարունակեմ 10 հոգի Լուիզիանա բանդից փախեն էին, դրան անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Չոփուրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Հակոբ Չոփուրյան եւ երկու դուստրերը, ինչ որ այստեղ տեսնում եք իրենք, նրանք էլ փաստաբաններ են, ձեզ են առաջարկում, եթե ակսիդենտ ունեք, ավտովթար եք ունենում, ձեր մտահոգությունները իրենց հանձնեք զանգահարելով այս հեռախոսահամարին, ինչ որ պաստառի վրա երևում է։ Հակոբ Չոփուրյանը ինքը 40 տարի է փորձառություն ունի, իր դուստրերը փաստաբան են, երիտասարդ են, մի 8 տարի 10 տարվա փորձառություն ունեն, ուրեմն հին փորձառություն, նոր փորձառություն միասին ձեզ հատուցումը կվերցնեն այս հեռախոսահամարին զանգարեն։ Ծրագիրը հովանավորում է Hollywood Piano հովանավորում է ծրագիրը։ Hollywood Piano հենց այսօր սեյլ ունի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի։ Ուրբաթ օրը իհարկե այնտեղ էր Արմեն Ահարոնյան կոմպոզիտոր, երաժիշտ այնտեղ էր, բայց ամենայն դեպս դաշնամուրները խիստ զեղչված է, գիները իջեցրած են, 600 դաշնամուր գոյություն ունի այնտեղ։ Փոքր մեծը $1000-ից մինչև հարյուրավոր, հազարավոր դոլարներ դաշնամուր կա։ Պիտի գնաք եւ տեսնեք, սա ճիշտ թանգարան լինի, դաշնամուրի թանգարան է։ Գեղեցիկ դաշնամուրներ, upright, symphony, մեծ, փոքր, ամեն տեսակ դաշնամուր երկու հարկի մեջ պիտի անպայման այցելեք, տեսնեք։ Եվ եթե կարիք ունենաք դաշնամուր գնել կամ վարձել։ Ծրագիրը հովանավորում է ASA Quality Air-ն է հովանավորում ծրագիրը։ Եթե ձեր air conditioner ամառ է եկել, անպայման սերվիսը հարկավոր է, որպեսզի ճիշտ աշխատի ձեր։ Ընդամենը $89 է սերվիսը։ Եվ եթե ուզում եք յունիտ փոխել եւ այլն, կատարում են հեռախոսահամարը այստեղ գրված է AC service ընդամենը $89 կվերադառնա։ Լուիզիանայի բանդից 10 բանդարկյալներ կարողանում են փախուստան, որ ես ես մանրամասն բացատրել եմ, ինչպես կարողանում են աշխատողին մի ձև ամոզել եւ ամենայն դեպս փախուստ են տալի։ Մինչ հիմա 8 հոգու ձերբակալել են, 9-րդ հոգուն նաև այդ շաբաթավերջին ձերբակալեցին, 1 հոգի դեռ մնում է, որ չեն կարողանում գտնել։ Այստեղ եթե անցնենք առաջ, տեսնում եք այս 9-րդ անձն է, վտանգավոր, որ ոչրագործ է, մարդասպան է, գնացել էր եւ տեսնում եք այնքան համարձակ, որ տելեֆոնի միջով կամ social media-ի միջոցով այսպես տեսնում եք, մենակ աչում մնացել է այս անձը, որ դեռ չէին կարողացել գտնել։ Բոլոր այդ 10-ը ինչ որ փախուստին տվել, քիչ առաջ տեսակ գտել են, ուրեմն։ Ես հիմա ուզում եմ խոսել United Health ընկերության մասին։ United Health-ը ամենամեծ ինշուրենսի ընկերություններից է, որ մարդիկ առողջապահական ապահովագրություն են գնում, նրանք որ աշխատում են երկրում, ինշուրենսներ կա, որ մարդիկ գնում են, ինչպես Blue Cross եւ այլն, United այդպես է։ Ես ուզում եմ այստեղ ցույց տալ, որ Memorial Sloan Kettering Cancer Center հիվանդանոց է, այս հիվանդանոցի հետ հարաբերությունը մասամբ խզված է այս United Healthcare-ի եւ ասում է երկուշաբթի օր էլ կոնտրակտ ունենք այս հիվանդանոցի հետ Memorial Sloan Kettering Cancer Center, որը Ամերիկայի կենտրոնում ունի տարբեր հիվանդանոցներ, ուրեմն ասում են նրանք էլ մենք չենք վճարելու։
Հիմա մարդիկ կան, որ գնացել են այնտեղ այս մարդու նման, բայց այդ մարդիկ ինչ որ խնամք են ստացել հիվանդանոցից եւ կյանսերով տառապում են, դժվար կացության մեջ են եւ այսպես մենք ասում ենք United Healthcare ասում ենք միշտ աշխատում ենք կարողանանք պահել այսպես տեսնում եք գրությունը հիվանդանոցի մասին եւ այս հիվանդանոցը ասում է հիվանդանոցից գոհ չեն այսինքն գոհ չնիլելու համար այդ insurance company-ն ասացի սա նրանց համար է որ աշխատում են եւ հիմա նայում են տեսնեն նրանք որ բադ վիճակում են կյանսեր են ունեցել մասամբ այդտեղ խնամք են ստանում 90 days որ ասեն որ ովքեր կարող են այդ օգնությունը ստանան այս United Healthcare ասում է որ կարող ենք նրանք որ այդպես են վիճակը նաև երբ որ այսպես աղմուկներ բարձրացավ այս կարևոր ինշուրենսի ընկերությունը ասել է որ կարող ավել երկարացնեն այն մարդկանց խնամքը ինչ որ խիստ չի լինի փոխել մի տեղից ուրիշ տարածք տանել անընդհատ այսպես հիվանդանոցների որը ցանկություն են ավել գումար ստանան եւ ինշուրենսների միջև այսպես վիճաբանությունը միշտ տեղի է ունենում ամենը մեծ բիզնեսներ են հիվանդանոցն էլ բիզնես է healthcare insurance-ն էլ այս երկրի բիզնես է եւ այս ինչ որ պետք է օգտվեն կամ ինչ որ պիտի շահեն հանկարծ հակադրվում են մեկը մյուսի հետ ես ուզում եմ ձեզ ցույց տալ որ երկրագնդի ջերմությունը անընդհատ բարձրանում է այսինքն ավել տաքանում է մեր մոլորակը տաքանալը ինչով է վատ երբ տաքանում է այս գիտեք մի 5-րդը ցամաք է ցամաքային տարածք է երկրագնդի վրա 4-5-րդը ջուրը երբ որ տաքանում է ավել տարածք է ուզում expand է անում ընդլայնվում է ջուրը շատանում է դրա համար է որ ափերը քիչ կուլ է տալիս ջուրը կուլ է տալիս տարբեր տեղերի ափերը որովհետև ասացի չափը մեծանում է հիմա դուք այստեղ տեսնում եք 1800 թվական տեսնում եք այնտեղից հետո 1880-ը հետո 1900-ը եթե սա լինի այդ ինչ որ ջերմությունը ունեինք 1970 թիվը, ուրեմն 1880-ից մինչև 1970 թիվը տեսնում եք այսպես է, ուրեմն սառն էր մեր մոլորակը։ Տարիների ընթացքում մանավանդ այս վերջին ժամանակ խիստ սկսել էր տաքանալ, տեսնում եք այստեղ 1980 թվականից հետո, իսկ հիմա մասամբ 2000 թվից առավել սկսել է ավել շատ տաքանալ, ավել արագությամբ է տաքանում։ Մենք հիմա անցել ենք ընդհանուր երկրագնդի 1 սանտիգրադ է սա, ինչ որ տեսնում եք այստեղ սանտիգրադն է, 1 աստիճան, մեր մոլորակը ավել 1 աստիճանից արդեն անցել է, ավել տաքացել է 1-ը։ Միշտ ասում են, որ մինչև 1.5 պետք է մի աշխատանք կատարվի, որ երբևիցե 1.5 աստիճանից չբարձրանա։ Այստեղ բայց տեսնում ենք շատ շուտ մոտենալու ենք 1.5 աստիճանի եւ այդ ժամանակ է որ մեծ դժվարություն կունենանք մենք ինչ որ մոլորակի վրա ապրում ենք, այսպես տեսնում եք ասացի 1880-ից տեսնում եք մինչև հիմա տանդաղապար երկրագունդը տաքացել է, որովհետև այս մեքենաները, բոլոր ինչ որ օգտագործում ենք, էլեկտրականություն ունենք, օգտագործում ենք եւ այլն, տաքացնում ենք մեր մոլորակը, բայց ինչ որ տեսնում եք 1980 թվից առավել ենք տաքացրել, 2000 թվից առավել արագորեն ենք գնում հասնենք 1.5-ի, ասում են
մեծ վնաս պիտի լինի բոլորիս, որովհետև ջուրի օվկիանոսի բոլոր տեղի մակերեսը բարձրանալու է ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից հովանոցի մասին, զոնդիկ, ամբրելայի մասին խոսեմ, որ շատ պիտի ուշադիր լինեք։ Նրանից հետո հրդեհը սաբվեի մեջ, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Shipping հովանավորում է ծրագիրը։ Երևան Shipping ձեզ է առաջարկում ծանրոց ունեք Հայաստան ղրկելու իրենց անձնեք։ Նախ եթե դուք օվկիանոսով նաև եթե ղրկում եք, կարող եք էլի իրենց հանձնել, բայց տարբերությունը սա է, որ օվկիանոսի միջոցով 2.5 ամիս, 3 ամիս առնվազն կտևի, մինչև ձեր ազգականի իր ծանրոցը ստանա։ Օդանավով մի քանի օր հետո ծանրոց կստանա։ Գինը խիստ իջեցրել են, գիտեք, տարբեր ծանրոց, այսպես շիփ են անում կամ ղրկում են Հայաստան, բայց որևէ տեղ չեք տեսնի, իրենք խիստ իջեցրել են։ Մոտավորապես 4-ից 5 դոլար է ամեն տեղ, խիստ իջեցրել են, ընդամենը $2.99 pound-ը Հայաստան ղրկելու համար ձեր ծանրոցը։ Իսկ նաև եթե գումար պիտի փոխանցեք Հայաստան, նաև իջեցրել են։ Եվ այստեղ տեսնում եք, $100 ուղարկեք, $1 եք ընդամենը վճարում, $500 ուղարկեք, $5 եք վճարում, $100 փոխանցելու համար ուրիշ կենտրոնները հենց $5 են ուզում կամ $4 են ուզում, խոշոր տարբերություն։ Երկու կենտրոն ունի Երևան Shipping-ը, Լանկեշին փողոցի վրա Նորթ Հոլիվուդում, Գլենդելում, East Palmer եւ Adams փողոցի ճիշտ հատման կետում է գտնվում, այցելեք։ Ծրագիրը նաև հովանավորում է Vivaldi Venues եւ Catering հովանավորում են ծրագիրը։ Vivaldi Venues եւ Catering ձեզ է առաջարկում 3 սրահներ արսանիքի համար, ուրախ ժամանցքներ կարող ունենալ, տարեդարձներ, կնունքներ, ծննդյան տարեդարձներ այդտեղ կատարեք։ Նաև եթե հոգեհաց պիտի տակ կարող եք օգտվել ծառայությունից, Vivaldi Banquet Hall նաև ճաշ է ձեզ առաջարկում 5 հոգու համար կամ 10 հոգու համար, ռեգլամի մեջ կտեսնեք գովազդի մանրամասնությունները։ Դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը, աչքի վիրահատող բժիշկ է, եթե ագնոցի կարիք ունեք, եթե ջուր է ուսում ձեր աչքից, լենզ պիտի տեղադրեք, զանգարեք ժամադրություն վերջեք։ 240 South Jackson փողոցի վրա է գտնվում։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture-ն է հովանավորում, Central եւ Մրթելի հատման կետում է գտնվում Գլենդելում։ Court Furniture-ը Ամերիկայի ամենախոշոր ֆուրնիչերի խանութն է, մոտավորապես 100 խանութ ունի Ամերիկայում։ 339 North Central եւ Մրթել փողոցի հատման կետում Գլենդելում, Yokled եւ 405 Freeway-ի հատման կետում Orange County-ում, նաև Santa Ana քաղաքում եւ ասացի Ամերիկայում մեկ խանութներ ունի կվերադառ։ Ամառը հիմա երևի դուք ձեր եթե լողավազան ունեք կարող մոտը նստեք, բայց մանավանդ ծովափ են մարդիկ գնում հիմա շատ գնում եք ծովափ, տեսնում եք մարդ նստած է եւ դուք նաև կարող եք գնալ։ Եվ այնտեղ օգտվում են այսպես օգտվում են հովանոց են օգտվում, զոնդիկ են օգտվում, ամբրելա են օգտվում, տեղադրում են այսպես ինչ որ տեսնում եք։ Եվ դուք պետք է շատ զգույշ լինեք, որտեվ այս ամբրելաները կամ այս հովանոցը ինչ որ տեսնում եք, քամին, երբեմն օվկիանոսի մոտ խիստ քամի է տեղի ունենում։ Հանկարծ այս զոնդիկը վերցնում իր հետ տանում է, հովանոցը տանում է իրեն եւ մեծ վնաս է հասնում, ծայրերը շատ սուր են եւ մեծ վնաս հասնում։ Անձին ինչ որ տեսնում եք, աչքը կորցրել է, դրա համար եւ մեկ ուրիշը ոտքն է վնասվել։ Այստեղ տեսնում եք այս անձն է ձեր իրեն ցախ կողմը կամ ձեր աջ կողմը աչքը կորցրել է։ Իսկ 2015-ին պատահում է, այստեղ տեսնում եք գնում եք օվկիանոսի մոտ, նաև քաղաքները տեղադրում են, որ այս ինչ որ ամբրելան, որ տեսնում եք, հովանոց ինչ տեսնում եք, քամին կարող է տանի մեծ վնաս հասցնի։ Դրա համար
պետք է ուշադիր լինեն, որ beach umbrella safety գրվում է շատ տեղեր, որ ինչպես պիտի տեղադրել եւ իր canopy-ն մեծությունը շատ չլինի 7.5 feet տեսնում եք diameter, որովհետեւ եթե շատ մեծ է լինում ավել հեշտությամբ քամին կտանի եւ քամին երբ տանում է ասացի մեկին վնասում է հա տեսնում եք եթե տեղադրում եք տեսեք այս անձը ցույց է տալիս հողը տեղադրում է պետք է 75 pound մոտավորապես պատկերացրեք 35 կիլոյի չափ լինի հողը ինչ որ տեղադրվում է թե չէ դա զենք է լինելու ձեզ վնասելու համար ես ուզում եմ հիմա խոսել Վիրջինիա Թեք համալսարանի մասին որ նախագահ Թրամփը իրեն ճնշում է որտեղ DEI որը diversity equity եւ inclusion գիտեք այստեղ Ամերիկայում տարածված էր երբ որ մանավանդ 2020 թվականից հետո այդ DEI-ը diversity այսինքն զանազանությունը equity հավասարությունը եւ ահա այսպես ասում են որ ամենին նկատի առնեն այսինքն համալսարան վերցնում են աշակերտ են վերցնում նայում են եթե 100 աշակերտ կարիք ունեն մուտքի համար քննություն են տվել աշխատում է մոտարապես 20% անպայման օրինակ սև լինի մի քանի տոկոսը իսպանախոս լինի այսինքն եթե 80-ը առաջին 80 հույքին սպիտակ են նրանք որ ավել քիչ նիշ ունեն բերում էին ու իրենց վերցնում էին որպես նրանք էլ կան այդ DEI-ը կամ diversity-ին այսինքն զանազանությունը տարբեր փոփոխ տարբեր ազգերին պատկանող տարբեր մաշկին պատկանող անձիկ նաև այդ համալսարանը գնան այսպես էր եւ այս համալսարանը ասում էր մենք այդ չենք վերացնելու նախագահ Թրամփի ցանկությունն է որ նայեն որ իրենց այս աշակերտի կարողությանը նայեն որ իմացությանը նայեն վերցնում են այն աշակերտին որ ամենագերազանցն է հետո հաջորդը այդպես վերցնեն եւ ոչ թե դա ոմանք համարում են խտրականություն որ դու նպատակ ունենաս անպայման իսպանախոս նաեւ վերցնել անպայման սև վերցնել դա ինքը ոմանք համարում են խտրականություն ուրեմն այս համալսարանի նախագահը չեր ուզում փոխել այդ DEI-ը այսպես որ ամեն ցեղերից ամեն տեսակը լինի չեր ընդունում իջև կառավարության հետ Թրամփի վարչակազմի հետ հակադրվեց ստիված եղավ վերջավորությանը հրաժարվի այստեղ տեսնում եք իրեն ես դա Վիրջինիա համալսարանի մասին էր ամենայն դեպս մեկ անձնավորություն մտնում է Subway քաղաքային այդ գնացքն է մտնում հարավային Կորեայում այսինքն մենակ այստեղ չի որ տարօրինակ բան եք տեսնում հարավային Կորեայում տեսնում եք այստեղ հրդեհ է վառում այստեղ նայեք տեսեք ինչ բենզին լցնում է հետո հրդեհում է մարդիկ թողում փախուստ են տալիս տեսեք դռները փակ է չեն կարող փախուստան բայց պիտի մի վագոնից գնան հասնեն մյուսը սա անցյալ ամսա վերջին տեղի էր ունեցել ինչ որ տեսնում եք ես հիմա ուզում եմ խոսել naturalization ամերիկացի դառնալու հանգամանքի համար խոսեմ որ դուք տեսնեք այս երկրում քանի միլիոն մարդ կա որ դրսից եկող է այստեղ հետո դարձել է ամերիկացի է դարձել տարիների ընթացքին 1910 թվականից ուզում եմ ցուցադրել տեսեք այս երկիրը առաջին օրվանից որը ստեղծվել է ուրիշ երկրներից գացող են եղել հիմա տեսնենք այս գոնե 1910 թվականից մինչ հիմա ամենասկզբում 1910 թվին էր որ մինչև տեսնում եք 1920-ական թվականները մոտարապես 200,000 եւ ավելի տարեկան մարդ է եկել այստեղ 1940 թվին եւ 41 այդ թվականներին մեկ անգամից տեսնում եք
400,000-ից ավել մարդ է եկել։ Նրանից հետո պատերազմի ժամանակ էր շատ մարդ չի եկել, շատ քիչ մարդիկ են եկել այս երկիրը պատերազմի ժամանակը, իսկ պատերազմից հետո սկսվեց ալիքը, որ ավել շատ մարդիկ են եկել, այստեղ տեսնում եք ամենայն դեպս 60-ական թվականներին ամեն տարի մարդ է եկել 200,000, այստեղ այս տարիներում 100,000, 110,000, այսպես եկել են մինչև 1980 թվին, տեսեք այս տարիներում մասամբ 200,000-ից ավել քիչ մարդ է եկել, բացի 1940-ական նախքան պատերազմը, որտեղ ոմանք ուրիշ երկրներից փախուստ էին գալիս էին այստեղ, գիտեք առաջին այսինքն պատերազմի ժամանակ երևի կարծում էին այստեղ ապահով երկիր կլինի, գալիս էին այստեղ, որտեղ Եվրոպան 1939 թվից արդեն դժվար կացության մեջ էր։ Այստեղ տեսնում եք, իսկ 1981-82 թվականներից հետո մանավանդ 1991-ին տեսնում եք այստեղ տեսնում եք 1 միլիոն permit են վերցրել մարդիկ 1991-ին, այստեղ տեսնում եք 1 միլիոնից ավել, որևէ ժամանակ այսքան մարդ չի եկել այս երկիրը, ինչ որ եկել են 1996 թիվ և 2008 թիվ։ Այդ տարվա ընթացքին ամենաշատ ամերիկացի են դարձել այս երկու ժամանակը, բայց ամենայն դեպս տեսնում եք այստեղ 1990-ականի վերջերից հետո ավել շատ մարդ է եկել այս երկիրը, քան թե լրիվ նախքան այդ թվականը, այսպես տեսնում եք, ամենակագաթնակետին էր հասել 1996 թվին և նրանից հետո մի քիչ իջել է, բարձրացել է, նորից 2008 թվին, հետո այսպես գնացել է և ինչ որ տեսնում եք այստեղ հիմա, սա 969,000 մարդ է եկել 2023 թվին, իսկ ընդհանուր մինչ այդ ժամանակը 47 միլիոն 800,000, որը 14,3%, ուրեմն այս երկրի 14,3%-ը այն մարդիկ են, որ ամերիկացիներն են, որ դրսից եկած են, օրինակ ես, դուք երևի մեծամասնությունը, որ ամերիկացի եք, բայց դրսից եկողներն եք եղել, այսպես, տեսնում եք սա ընդհանուրն է։ Իսկ որտեղից էին գալիս, հիմա 1960 թվից որտեղից էին գալիս, առաջին ժամանակներում, այսինքն երկար տարիներ, դարեր գալիս էին, Եվրոպայից էին գալիս, եվրոպացիներն են մեծամասնություն ինչ որ գալիս էին այս երկիրը, այդպես էր, հետո նաև այստեղ էին գալիս Ասիայի տարբեր երկրներից, հնդիկներ և այսպես իրանցի և ուրիշներ, պատկերացրեք, արաբներ Ասիայից գալիս էին, իսկ հարավային Ամերիկա և միջին Ամերիկայից, այսինքն իսպանախոսները տեսնում եք ավել քիչ մուտք էին գործում այս երկիրը, քան թե համեմատ եվրոպացիներին։ Տեսնում եք գույներով տարբեր երկրներից եկողներն են կամ տարբեր տարածքից եկողներն են, բայց ամենայն դեպս 1970-ին նաև դեռ մնում էր Եվրոպան ամենամեծ թվով եկել են այստեղ, տեսնում եք իսպանախոսներին, տեսնում եք Ասիայից եկողներին և Աֆրիկայից այն մուգ սևը տեսնում եք Աֆրիկայից եկողներին, ամենայն դեպս եվրոպացիների մուտքը այստեղ պակսավ, այս գույնը տեսնում եք Ասիայից եկողները այստեղ տեսնում եք թիվը բարձրացավ, նաև ուրեմն եվրոպացիք ավել քիչ եկան, Ասիայից եկող և իսպանախոսները հարավային Ամերիկա, միջին Ամերիկայից եկան, այսպես նորից տեսնում եք այս գույնով այնտեղ շատ քիչ մարդ 2000 թվին Եվրոպայից գալիս էր, Ասիայից եկողներն են, իսպանախոսներն են հարավին,
Սա 2023 թիվը տեսնում եք, տեսեք Ասիայից եկողները, այսինքն Եվրոպայից եկողները, Ասիայից եկողները, իսպանախոսները, ուրեմն այս վերջին տարիներում եղել է Ասիայից եկողները եւ որոնց մեջ Ասիայից եկողները հնդիկները մեծ դեր են կատարում եւ իսպանախոսները, այստեղ եւ նաեւ չինացիները իհարկե, այսպես տեսնում եք։ Հիմա երբ նայում ենք ուր են գնում, այս մարդիկ որ եկել են ուր են գնում, տեսնում ենք այստեղ Կալիֆոռնիա են եկել 2023 թվին, որ ինչ որ այստեղ տեսնում եք ասացի իսպանախոսներ, ասացի եկողներ։ Կալիֆոռնիա են եկել 154,000 2023 թվին 900-ի, 18%-ով եկել են Կալիֆոռնիա։ Թեքսաս են գնացել 11%-ով, այստեղ տեսնում եք մոտարապես 99,900, Ֆլորիդա եւ Նյու Յորք։ Այս 4 նահանգներն են, որ ընդհանուր առմամբ արտասահմանցի գալիս է այս երկիրը, Կալիֆոռնիա, Թեքսաս, Ֆլորիդա, Նյու Յորք, այն մեծ թվով այս նահանգներն են միայն գնում։ Ուրիշ նահանգներ, օրինակ Նյու Ջերսի, տեսնում եք այստեղ Իլինոյ գնում են, նաև Վաշինգտոն 4%, 3%, ուրիշ տեղ գնացողներ քիչ կան։ Կենտրոնացած այս 4 նահանգի մեջ իմիգրանտները ինչ որ գալիս են։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ ձեզ 1850 թվից 1850 թվից եկել են իմիգրանտներ են եկել այստեղ։ Հիմա այստեղ տեսնում եք Մեքսիկոյից եկողները այդ թվում այդ տարիներում Կալիֆոռնիային գալիս, որովհետև մոտիկ էր, հեշտ էր, իրենց գալը շատ դուրին էր։ Իսկ նաև գնում էին տարբեր տեղեր, այս մեջտեղը գնում էին գերմանացիներ գնում էին այստեղ այն տարիներում, տեսնում եք գերմանացիները այստեղ գալիս էին, նաև իռլանդացիները, արևելյան կանաչը իռլանդացիներն են, մոխրագույն գերմանացիներ, իհարկե ուրիշ տեղերից էլ եկել են, բայց այդ ժամանակ սրանք էին 1860-ին այնտեղ տեսնում ենք, ում որ տեսնում եք, սկսին Չինաստանից գալ Կալիֆոռնիա, իսկ այստեղ տեսնում ենք իռլանդացիք շարունակեցին, այրիշները, Ռեգանը, դրանք Բայդենը այրիշներ են իրենց անցյալները, այստեղ եկան այս նահանգների մեջ ինչ որ տեսնում եք, եւ ահա այսպես գույն տեսնում եք որտեղից եկողներն են, այսպես էր վիճակը 1860 թվին մեկ անգամից մեծ փոփոխություն եղավ չինացիները մեկ անգամից շատ տարածքներ այս արևմտյան շրջաններում այստեղ եկան ներքևում սկսվեց իսպանախոսները հիմա Կալիֆոռնիա այդքան չին գալիս ինչ որ Նյու Մեքսիկո որ մինչև հիմա էլ Նյու Մեքսիկոն իսպանախոս նահանգ է Թեքսաս շատ էին գնում այսպես տեսնում եք այրիշները այստեղ են եղել մնացած տեսնում եք այս 1880 թվին անցնում ենք առաջ 1900 թվին այսպես տեսնում եք Կանադայից նաև մարդիկ իջանցած Գերմանիայից եկան այս տարածքները այսպես տեսնում եք Նորվեգիայից գնում էին այս նահանգը ինչ որ այստեղ տեսնում եք Անգլիայից մարդիկ եկել են տեսնում եք ամենայն դեպս իսպանախոսները Ֆլորիդա նաև սկսեցին գնալ էլի Թեքսաս եւ այլն տեսնում եք իսպանախոսները այստեղ տեսնում եք իսկ 1930 թվից տարբեր գույնով տեսնում եք տարբեր ազգեր եկել են 1930 թվից եթե նայեք տեսեք իսպանախոսները սկսին ավել ներկայությունը շատանալ անցնում ենք առաջ 1950 թվին այս հարավային նահանգները որտեղ կպած է Թեքսաս Մեքսիկոյին տեսնում եք բոլոր արդեն դարձան ուրիշ տեղեր գնում էին ուրիշ ազգեր էին գնում Անգլիայից կացողներ էին գալիս Չինաստանից կացողներ էին գալիս տեսնում եք այսպես 1970 թվին հարավը մոտավորապես դարձավ բոլոր իսպանախոսների տարածքը մեկ անգամից 1990 թվին ամենտեղ massամբ դարձավ իսպանախոսների մուտքը այստեղ տեսնում եք Լաոսից պատերազմը վերջացել էր գիտեք եկեն են ուրեմն այս նահանգներում
տեղավորվել են այդտեղ, տեսնում եք ուրիշ հարավային Կորեայից եկել են այս նահանգները, այսպես տեսնում եք ազգայինները, անցնում ենք առաջ 2010 թվին, տեսեք մասամբ լրիվ դարձավ իսպանախոսներն են, որ բոլոր մասամբ այս 46 նահանգ, 45 նահանգ գնում են այդ տարան, Վիետնամից տեսնում եք այստեղ են իջել, Հնդկաստանից իջել են Փենսիլվանիա շատ, Չինաստանից եկել են, Մասաչուսեթ են եկել եւ Էլ Սալվադոր տեսնում եք 2013 թիվ տեսեք մասամբ ամենաշատ իսպանախոսներն են, որ եկել են այս տարածքները։ Իսկ ընդհանուր ինչ է պատկերը, հիմա տեսնում եք ամենա 10 իմիգրանտներ, որ 2023 թվի պատկերն եք տեսնում։ Մեքսիկո, սա Բայդենի ժամանակ էր, գիտեք 11 միլիոն մարդ եկել է այստեղ տեսնում եք։ Հնդկաստանը երկրորդ տեղում 2.9 է, Չինաստանը 2 միլիոն 430, տեսնում եք սրանք բոլորը միլիոն են։ Եվ այսպես տեսնում եք Ֆիլիպինից շատ են գալիս այս երկրը, Էլ Սալվադոր, Կուբա եւ այսպես տեսնում եք քանի միլիոն մարդ եկել է այս տարվա ընթացքին, ուրիշ բոլոր երկրները ուրիշ 21 միլիոն 600 հազար մարդ է եկել, որ կազմում է 45.2%-ը նրանք, որ իմիգրանտներ ինչ որ եկել են այս երկիրը, այսպես տեսնում եք 55% իմիգրանտներ ինչ որ եկել են այս 10 երկրից են, 55% այս 10 երկրից 45% աշխարհի բոլոր ուրիշ երկրներից իմիգրանտներ եկել են այստեղ։ Ես հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել Ջեֆ Բեզոս, աշխարհի երկրորդ երևի ամենամեծահարուստ անձնավորությունը 220 միլիարդի տեր Amazon ընկերության տերտիրական, տեսնում եք ամուսնացել է, ինքը նախապես ամուսնացած էր, բաժանվել է եւ մեկ ուրիշ կնոջ հետ այնտեղ որ տեսնում եք ամուսնացել է մեկի հետ, որ նա նաեւ ամուսնացած բաժանվել էին եւ Իտալիայում ամուսնացան։ Այդտեղ այդ ամուսնությանը ներկա էին շատ մեծահարուստներ բնականաբար անվանի մարդիկ, ինչ որ տեսնում եք Քարդաշյանները այդտեղ էին ընտանիքով, Օփրա ճանաչված ամենահարուստ կինը արվեստագետ, Լեոնարդո դիքապրիո այդտեղ էր, 200 հյուրեր ունեն, մեկ կղզի Իտալիայում այդտեղ տեղի ունենում, Բոչելի այդտեղ երգում է, նաև ճանաչված Բոչելի երգիչը, եւ Լեյդի Գագա այդտեղ երգում է այս հարսանիքին մասնակցելով, ուրախացնելով, Սանչեզ իր կնոջ ազգանունն է, այս ինչ որ երկար ժամանակ էր իրար հետ էին, ընկեր էին, նշանվել էին եւ վերջո ամուսնանում է Ջեֆ Բեզոս, ամենամեծահարուստ անձնավորություններից մեկը աշխարհի։ Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից, պետք է խոսեմ Jellyfish-ի մասին, մի 2 տարեկան երեխա ինչ որ աղբավակող ընկերության վարորդի հետ ընկերանում է եւ 3 հոգի միասին, այսինքն մասամբ միաժամանակ ստանում են երիկամ, դրա մասին խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը, եթե bankruptcy պիտի ֆայլ անեք, եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ ձեր բիզնեսում, զանգահարեք Անդրե Ղարիբյանին, նաև եթե accident եք ունենում։ Rafi's Market հովանավորում է ծրագիրը, Rafi's Market Burbank-ում է, բայց Glendale-ի հարևանության պատրաստի ճաշ ունեն, եթե դուք ժամանակ չունեք պատրաստելու։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը, եթե թաթի տակ, թաթի վրա, ոտքի վրա վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, հեռախոսը համարն այստեղ գրված զանգահարեք։ Monte Bakery-ն իր հացն է առաջարկում։ Monte-ի անունը բոլորը հիշում եք, եթե գնում եք նպարատուն, փնտրեք այս անունը, Monte գրված լինի Bakery,
իրենց հացատեսակը վերցրեք, Monte Bakery։ Jackpot հովանավորում է ծրագիրը, Jackpot-ը իր աշխատանքը շարունակում է, գտնվում է Թահանգա քաղաքում, նոր Եվրոպայից կոշի, պայուսակ, հագուստներ են բերել, անպայման այցելեք։ Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում, իրենք բաս ունեն, մինի-բաս ունեն։ Եթե ուզում եք ձեր հասակակիցների հետ ժամ անցկացնեք այս տարածքում, զանգահարեք, իրենք կկանցես կտանեն ու կվերադարձնեն։ Անաշեգեֆն է հովանավորում ծրագիրը, ձեզ է առաջարկում այս ավելը առաջարկում է 40 կինի իջեցրած է խիստ $49.99 տարատեսակ ուրիշ նման ապրանք ունեն, բաժակ, պնակ, ինչ որ հարկավոր է, Անաշեգեֆտում կգտնեք 1937 West Glenox փողոց, Գլենդելում է Վերբանքի հարևանությանը կվերադառնա։ Դուք jellyfish-ն եք տեսնում, մատնիտաձևին եք տեսնում, որ 5 ֆիտ լայնք ունի, այսինքն 1 մետր ու կես, սա Portland-ում է, Portland-ը մեր հյուսիսային նահանգն է, ինչ որ տեսնում են այսպես, տեսեք ինչ տարօրինակ կենդանի կարող է տեսնել այնտեղ։ Ես հիմա ուզում եմ շարունակել խոսել մեկ երեխի մասին, մի 2 տարեկան երեխա, երբ որ աղբի այդ մեքենան անցնում է, ամեն անգամ գալիս է միցև իր մեջ հետաքրքրությունը կարծեք թե ստեղծվում, որը տեսնում է շաբաթ մեկ անգամ աղբի մեքենան գալիս է, այս զիբիլը հավաքում է, տանում է, կանգնում է, ձեռքով է անում։ Վարորդը նաև շատ սկսում է հետաքրքրվել, ամեն շաբաթ հետո սպասում է, որ այդ երեխան կա ինքը տեսնի, շարունակենք, եթե այսպես, տեսնում եք այս երեխան է, որ եկել է դուրս ու ուրախությամբ այս 2 տարեկան երեխան El Paso Texas-ում կանգնում այդ աղբի մեքենան, երբ գալիս է ձեռքով, ասում է վարորդն ասում է բարև ընկեր, օրինակ partner, տեսնում եք ահա այսպես, ու մեքենայից իջնում է անպայման ու երեխային այդպես ուրախացնում է, ինքը նաև քիչ հետո ասում է ինձի խաղաղություն է բերում, ամեն շաբաթ սպասում եմ, որ այս երեխան դուրս գա, որ ես իջնեմ իրան բարև տամ, ասում է այս վարորդ։ Երբ լսում են այս մասին, այդ ընկերությանը City համար է աշխատում, City նաև այնտեղ City բերում են, նվերներ են բերում, աղբի, տեսեք այդ մեքենան են բերում եւ ամանը փոքրիկ տեսակը բերում են նվեր այս երեխային, այսպես տեսնում եք ուրախության պատճառը լինում, աղբաման են տալիս իրեն փոքրիկ, այդ մեքենան են բերում, հավաքող մեքենան բերում են տալիս են այս երեխային իրեն ուրախացնելու համար։ Իսկ տարօրինակ վիճակ, որ 3 հոգի, գիտեք, երիկամը շատ հարկավոր է անձին, եթե անցյալում այսպես էր, որ գնում էին dialysis եւ անընդհատ շաբաթ 3 անգամ 4 անգամ պետք է գնան, դժվար աշխատանք է, եթե երիկամը քիդնին չի աշխատում, դժվար հարց է լինում։ Եվ ահա այսպես Սան Դիեգոում հիվանդանոցում 3 հոգի, գիտեք, երբեմն երկար ժամանակ սպասում են, որ եթե կարող են այդ երիկամը քիդնին ստանան, որ պատվաստումը կատարվի եւ փոխեն իրենց քիդնին, այդ ստացած նվիրատված, որ հանկարծ պատահում է, գիտեք, մարդիկ մահանում են ակսիդենտ եւ այլն, ասում են իմ մահից ժամանակ իմ երիկամը նվիրեք ում որ կարիք ունի։ Այդպես է լինում ամենայն դեպս 3-ը նաև կարողանում են երկար տարիներ սպասելուց հետո ստանան նույն հիվանդանոցում։ Այսպես տեսնում եք, անձնավորություններից մեկին եք տեսնում 41 տարեկան է, իսկ նույն հիվանդանոցի մեջ իրեն նման անձնավորություններ նաև կան, տեսնում եք ուրախությունից, տեսնում եք այս 3 անձնավորություններն են փետրվարից մինչ հիմա սպասում են, բայց հիմա 3-ը իրենք ասում են, որ մեր մեջ brotherhood, եղբայրություն է ստեղծված, որովհետև 3-ս նույն խնդիրն ունեինք ու 3-ս հիմա
բարեբախտաբար կարողացել ենք երիկամ ստանանք։ Այստեղ բժիշկները, նրսերը բոլորը իրենց հետ նկարում են, այսպես տեսնում եք 3 ցույց են տալիս։ 3 հատ, երիկամ, 3 անձնավորություն, նույն հիվանդանոցի հիվանդները այսպիսով մտերմացել են մեկը մյուսի հետ։ Ծրագիրը եկավ իր ավարտին, ցես կհանդիպեմ վաղը, մի շնորհ հանդիպում։